Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք շատ կարևոր թեմայի մասին՝ տակառներից, կարասներից ու ընդհանրապես գինու հասունացումից։ Մեր հյուրը Արտակ Գաբրելյանն է։ Արտակ ջան, ողջույն։ Ողջույն Սերժան։ Այսօր շատ հետաքրքիր թեմայից ենք խոսալու ու ի ուրախություն տակառագործների հիմնական մասը վերաբերվելու է տակառներին, որը նախատեսված է գինու համար։ Ծավալուն թեմա է, իհարկե մենակ տակառ չէ, կուզեմ խոսանք տակառներից, կարասներից, չիպսերից ու ընդհանրապես գինու հասունացումից, որ գինին կարելի է հասունացնել կամ լցնել տակառ կամ կարաս։ Մի խոսքով, լայն թեմա է ու սկսենք։ Շատ լավ թեմա է իրականում, ու տենց բավականին հաճախ սխալներ թույլ տվող թեմա է, ասենց ասած, որովհետև ինքը բավականին բարդ է այդ որոշում կայացնելը, հա, հնացնել գինին, չհնացնել, արդյոք հասունացման խնդիր ունի, թե չունի գինին, ինչի մեջ հասունացնել, արդյոք այս տարբերակն է ճիշտ, թե այն տարբերակն է ճիշտ, էլի երբ որ գալիս ենք գինեգործական հարցերին, շատ դժվար է միանշանակ լուծում գտնելը, հենց այս էլ կարելի է երևի տենց բնորոշել, որ գինեգործության հետաքրքիր մասն է, հա, հենց դրանով էլ ոնց որ շուկայում ունենք շատ տարբեր բաներ, որովհետև եթե նայում ենք ու Հայաստանի պարագայում մի կողմից այդ առաջացնում է խնդիրներ, բայց մյուս կողմից էլ հետաքրքրացնում է։ Օրինակ արենին տարբեր վարիացիաներով կարա շուկայում գտնես, կամ այլ խաղողներ, հա, տենց որ միանշանակ չնայենք, եթե օրինակ դիտարկենք շատ ապելասիոններ, արդեն իրանց կարծրացած օրենքներով եւ տեխնոլոգիական լուծումներով, օրինակ նույն բուրգունդյան վերցնենք, հա, որ գինիների շոշափելի մասը հնացրած է տակառի մեջ, իսկ երբ որ այդ արդեն իրանց դեմքն է դարձել։ Մեր պարագայում մի կողմից մենք չունենք դեռևս այտենց կարծրացած իմիջ ասվածը, դեմք ասվածը, մարքեթինգային առումով շատերը նշում են, որ դա պրոբլեմ է, բայց մյուս կողմով էլ այս ճկունությունը եւ տարբերությունը հետաքրքիր է սպառողի համար, էլի։ Բայց այսինքն ժամանակը պետք միջով գտնենք։ Եթե հաշվենք օրինակ ֆրանսիացի բուրգունդյան քանի տարվա գինեգործական պատմություն ունի ու հստակ, մեզ մի քիչ որպես նոր գինեգործական երկիր, շատ հին, բայց նոր գինեգործական երկիր, մեզ երևի ժամանակը պետք որ գտնենք։ Ճիշտ չասեմ, բայց մեր ոճը, լավ։ Այստեղ հարցը կարելի է երկու կողմից նայել։ Այսինքն եթե հարցը վերաբերում է կարաս, ոնց դու նշեցիր, հա, կարասներ, տակառ, հնեցում եւ այլն, այս թեմային կարելի է երկու մասով նայել։ Մի մասը գինեգործի տեսանկյունից կամ գինեգործական տեխնոլոգիական առումով, մյուս մասը մարքեթինգային առումով։ Այսինքն եթե դիտարկում ենք մարքեթինգային առումով, այո, ինչ որ իմիջ է պետք միգուցե ստեղծել կամ որոշակի ժամանակապետք հասկանալ, ժամանակապետք անցնել, որպեսզի հասկանալ, թե սպառողը ինչ է ուզում, թիրախային կոնկրետ խումբը ինչ է ուզում եւ այլն, ու դա փորձել ձևավորել պահանջարկի առաջարկը, հա, գինեգործական տեսանկյունից, քանի որ գինեգործներն էլ բազմիցս նշել ենք, իրանք արվեստագետ են, արվեստի աշխատողներ են, հա, սենց ասենք, այսինքն ստեղծում են արվեստի գործ, որը որ անպայման չի, որ անընդհատ նույնը լինի, կրկնվի, այսինքն ամեն տարի վինտաժից վինտաժ տարբեր կա լինի։ Այս տարի գինիդ ունի այնպիսի հատկանիշներ, որ ենթակա է օրինակի համար հնացման, տար հնացման, ենթակա է ինչպիսի հնացման, տար դեպի հետողությունը, հա, երևի թե ավելի այս տեսանկյունից է ճիշտ դիտարկելը ու նույնիսկ աշխարհի լուրջ բրենդներ, հա, որոնք որ աշխատում են, այսինքն սեզոնից հետո մեծ համտես է անում, ինքը որոշում է թե իր որ գինին է հնացման ենթակա, որը ենթակա չի, ինչպիսի հնացման, տակառի մեջ, միգուցե պահամանի մեջ չիպսերով կամ, չգիտեմ, տարբեր լուծումներ, որը որ իրականում եւ մի կողմից շուկանա թելադրողը եւ մյուս կողմից գինեգործի մոտեցումներն է։ Հիմա սկսենք տակառներից խոսալ, իրանից ինչ է ներկայացնում, ինչ փայտ է, ընդհանրապես ինչի համար է տենց ու հնեսրացնել ավելի թանկ տակառների մեջ, դա ամեն ինչից այս բավականին մեծ թեմա է ու այսօրվա համար շատ ակտուալ թեմա է, որտեղ այսօր Հայաստանում մենք ունենք կաղնեփայտի դեֆիցիտ, ասես ձևակերպենք, նախ սկսենք նրանից թե ինչի համար
փայտի մեջ կամ տակառ, հա, ինքը իրականում այդպես պատմական ոնց որ ազդեցություն ունի, պատմության ընթացքում որպես տարա փայտի տակառները օգտագործվել է, որի մեջ փոխադրելու համար, պահպանելու համար, հա, որպես տարա, այսինքն ի սկզբանե ոչ մեկ չի ասել, որ տենց լցնենք տակառի մեջ, որտեղ տակառը ունի միկրոօքսիդացիայի հատկություն, ծակոտկեններ ունի եւ այլն, որակը լավացնում է, հարստացնում է տանիներով, մի խոսքով, հա, բոլոր իր ազդեցությունները այսօր այդ ամեն ինչի իհարկե փոխվել է եւ տակառի նպատակը կամ տակառի ասենք, հա, կամ կաղնե փայտի օգտագործման նպատակը ու փոխվել է։ Այստեղ թյուր կարծիք կա, որ ամեն գինի կարելի է լցնել տակառ, սկսենք այդտեղից, իհարկե ոչ, եւ կարծիք կա, որ տակառ տեսած գինին միշտ լավն է լինում։ Իհարկե այստեղ այդքան էլ տենց չի, հա, բայց սովորաբար տակառի մեջ լցվող գինին ուղղակի ի սկզբանե լավն է լինում, դրա համար է լցվում տակառի մեջ, հա, բայց ոչ բոլոր ռեզերվային գինիներն են շուկայում, որոնք որ եթե ռեզերվա, ուրեմն լավն է, հա, այսինքն դա էլ որպես կարծրատիպ սխալ է։ Եթե խոսում ենք տակառներից, իհարկե այդ աշխարհը շատ մեծ է, հա, ինչի համար հենց կոնկրետ կաղին, որովհետև շատ երկրներում այսօր նամանավանդ քանի որ կաղնե փայտը ամբողջ աշխարհում, Հայաստանում ակնառու, ամբողջ աշխարհում նույնպես դեֆիցիտ է, փորձում են արտադրողները գտնել այլ ճանապարհներ, օրինակ, այս վերջերս խոսում էի տենց միջազգային ֆիրմաներից մեկի ներկայացուցիչի հետ, ով որ բավականին տենց ագրեսիվ փորձում էր գովազդել cherry, բալի, հա, բալի փայտից, բալ, հա, բալենու, հա, եւ այդպես ասենք, ակացիային օգտագործում բալենու ծառի փայտից պատրաստված չիփսեր, իմիջիալոց չիփսեր եւ ոչ թե տակառներ, ինչի է գալիս կաղինը հենց որպես բան, որտեղ կաղնե փայտը ինքը լինելով միևնույն ժամանակ եւ հարուստ վանիլինով եւ այլ արոմատիկ նյութերով, նամանավանդ խարկելուց հետո, բովելուց հետո այդ ամեն ինչ ավելի ակտիվանում է, ի տարբերություն այլ փայտատեսակների, բացի այդ ամեն ինչից ինքը նաև ֆիզիկական առումով ավելի կարծր է, իր հետ աշխատելը ավելի հեշտ է, հնարավոր է լինում ճկել, ի տարբերություն այլ փայտատեսակների, որոնք որ ճկման ժամանակ այդ ճկման ուժին այդքան դիմացկուն չեն եւ նաև պահորակման ընթացքում կամ երկար տարիների ընթացքում կիրառելիությունը ավելի վատ է։ Չնայած այսօր էլի եմ ասում, բավականին տարածված է այլ ծառատեսակների օգտագործումը, ես որպես գինեգործ, հա, sense ձևակերպենք, ես դեմ եմ։ Պահպանողական բան կա դրանում, շատերը ասում են դու բաց չես նորարարություններին եւ այլն այդ առումով, միգուցե հա, ես ավելի հակված եմ կաղնե փայտին, ստեղ էլի ինքը շատ մեծ թեմա է, որտեղ երբ որ ասում ենք կաղնե փայտ, ինքը մտ հսկայական աշխարհ է ու կապ ունի թե ինքը ինչ տեսակ է կաղին աստվածը շատ մեծ հասկացողություն է, որտեղ է աճել, մի քանի հեսա օրինակներ բերենք, որ նաև մեզ լսողներին պարզ լինի, օրինակ երբ որ ասում ենք ամերիկյան կաղնեփայտ, այդ Quercus albana, հա, այսինքն սպիտակ կաղինն է, որը որ ավելի տենց ամերիկյան բան է։ Եթե եվրոպականը դիտարկենք, եվրոպական ասվածը, այդ Quercus robur-ն է, այսինքն տեսակների տարբերությունը ինքնանպատակ չի, դրանցից յուրաքանչյուրը ունի իր համահոտային եւ ֆիզիկական առանձնահատկությունները, որոնք որ գինեգործներ ուսումնասիրելով հասկանում են թե կոնկրետ իրանց գինու համար որն է ավելի նպատակահարմար, մեր տարածաշրջանում ավելի լայն տարածում ունի Quercus macranteran, որը որ Վրաստան, Հայաստան, հա, այսինքն հիմնական կովկասյան կաղինն է, ասենց ասած, որը որ դու բավականին Արցախում շատ ունեինք, հա, դեպի հյուսիսային շրջաններում այսօր կա, բայց այս հյուսիսային անտառները այդքան տարիքով չեն, հա, դրա համար փայտը ոնց որ այդքան էլ կիրառելի չի գինեգործական տեսանկյունից, սովորաբար ասում են որ ցանկալի է, որպեսզի ծառը, որը որ օգտագործվում է, լինի 80-100 տարեկան հնության, այդ իհարկե ոնց որ մասնագետների կողմից ընդունված չափն է, չնայած գնալով այդ հին անտառները պակասում են եւ այս ստանդարտը գնալով իջացվում է, որպեսզի բավարարվի շուկայի պահանջարկը, ինչ վերաբերում է Հայաստանին, այս բավականին լուրջ թեմա է, բավականին հետաքրքիր թեմա է, ես շատ եմ սիրում այդ թեման ու
նպատակ ունեմ բավականին խորը ուսումնասիրեմ, մի քիչ ժամանակ որ լինի այդ կարելի է ուսումնասիրել, ինչի համար է հետաքրքիր, Հայաստան լինելով շատ փոքր, ունենք բավականին մեծ բազմազանություն կաղնու տեսակների, հա, որովհետև նաև Հայաստանը ըստ ալտիտուդի, հա, գոտիականության ըստ ալտիտուդի տարբեր է, օրինակ նույն իմ նշած Quercus macranterran, այո, հիմնական տարածվածն է, բայց դրանից բացի մենք Հայաստանում ունենք նաև Quercus infectoria, այդ Quercus iberica, ոնց որ տարբեր տեսակներ են, որոնք որ նույնպես կիրառելի են, ու սրանք համեմատաբար ավելի քիչ ուսումնասիրված են, եւս մի հատ շատ կարեւոր բան ունենք, որը որ վերջերս եմ հայտնաբերել, կիսվեմ ձեր հետ, այսպես կոչված այդ բանն է, մեղրու շրջանում, ու կարելի ասել Սյունիք, բայց ոչ ամբողջ Սյունիքում, որովհետեւ էլի բարձրությունների հետ կապված է մինչեւ 1400 մետր բարձրությունների վրա հիմնականում կոնկրետ մինչև 1100, բայց որոշ դեպքերում մինչև 1400 մետր բարձրությունների վրա հանդիպում է այսպես կոչված Quercus araxina կոչվածը, հա, որը որ շատ հետաքրքիր է, ես հիմա այս պահին իմ հետաքրքրության համար 5-6 հատ տակառ ունեմ, պատրաստված արաքսիան կաղնուց, որը որ էքսպերիմենտի տակա, կտեսնենք իրան ոնց կդրսևորի, հետաքրքիր է նախնական բաներում, բայց այս այնքան մեծ թեմա է, որ բոլորս եթե կպնենք այս թեմային ուսումնասիրենք, տարիներ ապետ որպեսզի հասկանանք։ Իսկ քանի որ կաղնու փայտից խոսացինք, հիմա տարածված է նաև Կրասնոդարում, չէ՞, Ռուսաստանում աճող կաղնին, ինքը ինչ կաղնի է ու ընդհանրապես արժեք ունի թե չէ այդ տեսանկյունից։ Այստեղ իրականում այսօր քանի որ նշեցինք, որ Հայաստանում կաղնեփայտը, հայկական կաղնեփայտը լուրջ դեֆիցիտ է, շատ արտադրողներ ցավոք սրտի, ինչ որ միտեղ, ցավոք սրտի, բերում են, այո, Կրասնոդարից բերում են մայկոպի փայտը, օրինակ, հա, որը որ անկեղծ լինեմ, կոնկրետ տեսակը փայտի կդժվարանամ նշեմ, բայց ենթադրում եմ, որ մակրանտերա է, Պրոբլեմի ինչումն է կայանում, այսինքն այդ փայտի օգտագործում կամ չօգտագործումը, նույնքը որպես ալտերնատիվ միանշանակ լուծում է։ Եթե դու չունես, պարզա այդ հարցի համար լուծում է ինքը, նամանավանդ, եթե դիտարկում ենք Եվրոպայից բերվածը, տակառների մասին է խոսքը, մոտավորապես կրկնակի գին է նստում։ Այդ է ֆինանսական առումով եվրոպականը, պատրաստի տակառի մասին է խոսքը, հումքի մասին չի խոսքը, պատրաստի տակառը մոտավորապես համեմատական, եթե անցկացնենք տեղական տակառի հետ, կրկնակի անգամ տանած արտադրողի մոտավորապես միջինում կրկնակի թանկ է լինում, այս պարագայում իհարկե ոնց որ արդարացված է, բայց այդտեղ պետք է ուշադրություն դարձնել ինչին, նույնիսկ եթե դու կիրառում ես նույն տեսակի կաղնեփայտ, նայած նրանից թե ինքը որտեղ է աճած, շատ տարբեր է լինում իր ազդեցությունը գինու վրա։ Զուգահեռներ տանենք, եթե օրինակ ունենայինք օրինակ իմ մոտ սենյակում, հա, դրված է, ունեմ այդպես հետաքրքրության համար տարբեր տեղերի միևնույն կաղնե փայտեր, նույնիսկ թեմայից ոչ տեղյակ մարդը, եթե վերցնի երկու կտոր, վիզուալ նույնիսկ կարա դրանք գոնե տարբերակի իրարից, հա, ինչով։ Օրինակ եթե նայում ենք Արցախյանը, ինքը լինելով բավականին աճելով, հա, չոր կլիմայական գոտում, ավելի խիտ է։ Այո։ Այսինքն չգիտեմ ոնց է կոչվում, այդ գծերը, հա, սենցիան ասենք, հա, մազանոթները, գծերը, եթե ավելի գիտական բան ասենք, քսիլեմը, հա, սենց ասենք, քսիլեմը ավելի իրար մոտիկ է, որովհետև մի տարում ծառը ավելի քիչ է հաստացել։ Ի տարբերություն խոնավ եւ նպաստավոր պայմաններում աճած ծառի, որը որ մի տարում ավելի շատ է հաստացել, արդյունքում այս քսիլեմի գծերը իրարից ավելի հեռու են դասավորված։ Այսինքն միկրոօքսիդացիան ավելի շատ է լինում, ավելի քիչ է լինելու, որովհետեւ այսինքն ինչքան մեծ, այնքան ծակոտ կենի, այսինքն գուբկայի հատվածը, կոպիտ ասած, ավելի շատ է, հա։ Այսինքն ռուսական ավելի շատ է օքսիդացիան լինում։ Այո, այո։ Այսինքն մեյնի դեպքում ավելի ինքը խիտ է, ավելի կարծր է,
հա, եւ այստեղ ոչ միայն ֆիզիկական հատկանիշների մասին է, այլ նաեւ քիմիական կազմի մասին է։ Ես ունեմ արած իմ մագիստրանտների հետ ունենք այդպես համեմատական research արած, որը որ երևի թե շուտով բան կարվի, տպագրվի, մեր կաղնե փայտը համեմատած եվրոպականների հետ։ Հա, նո ռուսականը չեն կարել եվրոպականների հետ, ուստեղ իհարկե համահոտային նաև դեգուստացիաների միջոցով, սենսորի անալիզների միջոցով որոշվել է, հա, խարակտերիստիկաները ու մեր օրինակ, եթե տենց դիտարկենք, համեմատականության մեջ ավելի վանիլային է, վառ արտահայտված վանիլային այդ տոնը մեջը կա, ու իհարկե շատ ուսումնասիրություններ պետք է 1-2-ով չի կարելի տենց սահմանել, բայց գոնե կարանք ֆիքսենք, որ հստակ շոշափելի տարբերություններ կա ու գինեգործ այս ամեն ինչի իմանալով արդեն ընտրում է կոնկրետ իր գինին ինչի մեջ հնացնի, որ ստացվի ակնկալվող արդյունքը։ Հասկացա։ Այս դեպքում արի խոսանք տակար սարքելու արվեստից, դժվարություններից, հայտը բերվեց, օրինակ հատված ծառը, ասես կոպիտ ասած տախտակը քաշվեց, մի անգամից ինքը պիտանի է տակար դառնալու, թե իրան ինչ-որ ժամանակը պետք է։ Ինքը բավականին բարդ process է, բավականին բարդ process է, ինչի համար, նաև դրանից ելնելով ինքը գնալով կարելի ասել վերացող արհեստ է, հա, Հայաստանում մի քանի արտադրող ունենք, հա, ու գնալով, ասենք, արհեստավորները ավելի տարիքով են դառնում ու հաջորդ սերունդը, որը որ դի փոխարինի, ցավոք սրտի մեծ դեպքերում հա չկա։ Այդ լուրջ խնդիր է։ Ինչ վերաբերում է քո հարցին, այո, այդ process-ը բավականին աշխատատար է եւ կոնկրետ շատ նյուանսներով հարուստ։ Նախ եթե սկսենք նայած փայտը, երբ որ նոր կտրված ծառից միանգամից տակար չի պատրաստվում, հա, այսինքն փայտը երբ որ գալիս է, ինքը նախ եւ առաջ ժամանակ պետք է անցնի, որպեսզի չորացվի։ Այստեղ երկու տարբերակ կա, որոնք որ իհարկե լավ տակառը բնական չորացում է անցնում, լավ տակառա փայտը, հա, բնական չորացում է անցնում, միգուցե ովքեր որ եղել են, հա, արտադրություններում տակառի կտեսնեն ամբողջ 4 բոլորը շարված, sense մեկը մյուսի վրա, խորովածի փայտը ոնց են շարում, հա, նման ձևով տակառատախտակները շարվում է բնական չորացման համար, մինչև իրանց մեջ խոնավությունը կհասնի համապատասխանի, իհարկե դրան շրջանցող տարբերակ էլ կա, չորանոցներում չորացնելը, որոնք որ հա մտցնում են տակառատախտակները չորանոցի մեջ, ավելի կարճ ժամանակահատվածում ստանում են արդյունքը, բայց իհարկե ես դրա մասնագետը չեմ, հա, ինքը առանձին մեծ աշխարհ է, բայց իհարկե մասնագետները նշում են, որ այդ տարբերակը ինչքան էլ որ ալտերնատիվ տարբերակը այնուամենայնիվ ավանդական չորացումը լրիվ ուրիշ որակ է տալիս, քան թե չորանոցում արված է։ Երբեմն նկատել եմ նաև այդ փայտերը, որ չորանում են, հետո ջրվում է ընթացքում, եթե նպատակը չորացումն է, հավելյալ ջուր տալու իմաստը որն է, որ չճաքի, հա, երևի շատ արագ չորանա։ Այսինքն չորացումը դրա համար է, այսինքն չորանոցի չորացումը եւ ավանդական չորացումը նաեւ որոշակով դրանով է տարբերվում, որ ավանդականի դեպքում այդ չորացումը դանդաղ է տեղի ունենում եւ դրա համար օրինակ եթե մեր դեպքում օգոստոս ամսին, հա, հասկանում ենք, որ ջերմաշանը բավականին բարձրանում է, դրսում շարված փայտերը անմիջապես արևի տակ են, դրա համար այո նաև ջրում են մակերեսից թռչելու համար, իսկ այդ թռչելը շատ չնչին քանակություն է, որտեղ փայտը լրիվ թռչվի, բայց թռչում են, որպեսզի ինքը միանգամից չչորանա, այսինքն որոշակի վնասվածքներ փայտին չառաջանա, հա։ Շատ լավ, իսկ հիմա խոսանք տակառը ինչ բույրեր է տալի գինուն ու անցնենք ինձ թվում է կարասներից խոսանք, որ շատ կարևոր է։ Այստեղ եթե խոսենք եւ տակառներին, արի զուգահեռ տանենք նաեւ չիփսերի հետ, ոնց որ նաեւ այդ մասով բանանենք, եթե խոսում ենք տակառներից եւ չիփսերից, այստեղ մեկը մեկին իհարկե փոխարինող է։ Չիփսը մարասած կաղնու փայտերն է։ Այո, մարացած կաղնու փայտերի մասին է խոսքը, որոնք որ կանոն են տարբեր աստիճանի մանրացված, լինում է բլոկների ձևով, հա, մի քանի սանտիմետրի վրա, մինչև արդեն խարկված փոշիատիպ զանգված թեփը, հա, sense կարելի է ձևակերպել, իհարկե սրանց հետ աշխատելը լրիվ այլ պայմաններ է ուզում,
տակառի մեջ process ավելի դանդաղ է գնում, չիպսերի դեպքում ավելի արագ է, հա, որտեվ շփման մակերեսը ուրիշ լինում, շփման մակերեսն է փոխվում, բայց իհարկե ասել, որ չիպսերը լրիվ փոխարինում են տակառներին, որոշ դեպքերում սխալ կլինի, բայց նաև մերժել այն, որ չիպսերը չեն կարող փոխարինեն տակառներին, դա էլ է սխալ։ Մի քիչ մեկը մեկին հակասող բան ասեցինք, բայց շատ հաճախ եթե դու կարողանում ես չիպսերով ճիշտ աշխատել, մոտավորապես 90%-ով փոխարինում է տակառին։ Այսինքն եթե դու կարողում ես եւ չիպսերից վերցնել այն ամեն ինչը, էքստրակցիա անել այն ամեն ինչ, ինչ որ գինում պետք է որպես տակառափայտ, եւ նաեւ ապահովել միկրոօքսիդացիան, որովհետեւ այդ բոլոր process-ները, վերափոխման, հասունացման process-ները ընթանան, լավ կարելի է մոտեցնել։ Կոնկրետ մեր կողմից արված հետազոտությունների արդյունքներով սպառողների գերակշռելի մասը չի կարողացել հասկանալ տակառում միևնույն գինին հնեցված տակառում եւ չիպսերով դրանց տարբերությունը։ Նշանակում է միգուցե մասնագիտական հանրույթի համար կա տարբերություն, բայց սպառողի համար մեծ մասամբ տարբերություն, զգալի տարբերություն չկա տակառ թե չիպս։ Ու այս տեսանկյունից իհարկե ոնց որ սկզբում նշեցինք, ունենք տարբեր տեսակի տակառա տախտակներ, փայտեր եւ տարբեր տեսակի չիպսեր, ու սրանց համահոտային ազդեցությունը միանշանակ տարբեր է։ Եթե շատ գլոբալ փորձենք վերցնենք, որտեղ շատ հարաբերական է կախված արտադրողից, կախված թե ինչպիսի խարկվածության է, ինչպիսի փայտ է եւ այլն, շատ հարաբերական է այդ սահմանումները։ Զուտ մի քանի եթե համեմատականություն անցկացնենք, արդեն հայկականի մասով ասեցինք, որ հիմնականում այդ վանիլինային ազդեցությունը բավականին զգալի է եւ նաեւ որոշ մասնագետներ նշում են, որ մեր տակառներում հնեցված գինիները եւ սպիրտները ձեռք են բերում նաեւ ինչ որ ասում են նկարագրությունների մեջ կարելի է հանդիպել դաշտային ինչ որ ծաղիկների, ինչ որ նմանատիպ բույրեր են զգում, ինչ որ բավականին հետաքրքիր է, ու ավելի ենթակա է ավելի խոր ուսումնասիրությունների, որպեսզի հստակ իմանանք։ Ինչ վերաբերվում է ամերիկյան եւ եվրոպական տակառներին, միանշանակ սրանց մասով ահռելի նյութեր կան, հետազոտական, այստեղ էլի կարծիքները շատ տարբեր է, եթե նայում ենք նկարագիրները, description-ները, ու հիմնականում արտահայտիչ կարելի է նշել ու ամերիկյանի մասով ավելի շատ կոֆե, կակաո, հա սրանք բույրեր են, իմիջիայլոզ գինիների մեջ այդ բույրերը երրորդային խմբին են պատկանում, որոնք որ գալիս են հասունացման, հնեցման արդյունքում, ու այս երրորդային բույրերից իհարկե նույն վանիլինը, տակառի կաղնու, հա, բույրը, կոֆե, կակաո, շոկոլադ, սրանք բույրեր են, որոնք որ ավելի վիսկի այո, ավելի այստեղ իհարկե կախված է խարկվածությունից եւ այլն, բայց բնորոշ են ավելի շատ ամերիկյան տակառներին։ Իսկ եվրոպականը ավելի էլեգանտ ենթադրում եմ, հա։ Եվրոպականը էլի բավականին տենց տարբեր է, բայց ավելի նուրբ կարելի է ասել, նուրբ տոներ, քան ամերիկյանը։ Ամերիկյանը քիչ ավելի ագրեսիվ է։ Օրինակ ես իմ փորձով էլի ասեմ, սիրում եմ ամերիկյան տակառը մեր մարմնեղ գինիների հետ, օրինակ հաղթանակ, կարմրահյութ, չարենցի, հա, ավելի այն մեր խաղողի սորտերի այն բլոկը, որոնք որ ավելի մարմնեղ են, ամերիկյան տակառի հետ իրանք ավելի լավ են զգում, իսկ օրինակ արենի, տիգրանի, կախետ, հա, ոնց որ այդ բլոկը իմ կարծիքով սուբյեկտիվ է միգուցե կարծիքս, բայց ավելի եվրոպական տակառի մեջ ավելի տենց էլեգանտ, ավելի իսկ հայկական համադրություն է լինում։ Հայկականը շովինիզմը մեջ ես խոսա եւ ասեմ բոլորի հետ լավ է։ Շատ լավ, հիմա խոսանք կարասներից, մշակութային, լավ գինեգործական արժեք է իրանից ներկայացնում, ինչ կասես կարասների մասին ու կուզեմ մի քիչ էլ համատենք հայկական կարասն ու վրացական քվեվրին։ Ну, կարելի է հունական ամֆորայի մասն է խոսալ կամ իտալական այս նոր կարասները, որ կան կավից սարքված Եվրոպայում, չէ, նոր աշխարհում է շատ օգտագործում ինֆորմացիա դրանց մասին։ Կարասների թեման բավականին նուրբ թեմա է, եթե կարաս ընդհանուր համաշխարհային, հա, մենակ հայկականը չէ, բավականին նուրբ թեմա է, ինչի համար է նուրբ թեմա, որովհետև այդտեղ կա գինեգործների կարծիքը
եւ կա շուկայի կարծիքը։ Այսինքն էլի տարանջատենք այն ամեն ինչ որ մարքեթինգային բլոկն է եւ այս մյուս թևը հենց կոնկրետ գինեգործական տեխնոլոգիական բլոկը։ Եթե խոսում ենք մարքեթինգային մասից, միանշանակ շատ հետաքրքիր թեմա է, բայց բավականին տրենդային, չնայած այդ տրենդը հիմա այսօր արդեն գնալով մարում է, մոտավորապես մի 10 տարի առաջ ինքը բավականին տրենդային էր ու ազնիվ լինելու համար պիտի խոստովանենք, sense ձևակերպեմ, որ դրա լոկոմոտիվը այդ շարժման Վրաստանն էր ամբողջ աշխարհում, հա, այսինքն իրանք սկսեցին բավականին լավ այդ թեման պրոմոտ անել ամբողջ աշխարհում ու դից ինչ որ այդ հոսքից մեկ էլ սկսեցին օրինակ իսպանացիները բավականին զգալի չափով իսպանական գինիներ գտնես, որտեղ որ ամֆորա եւ այլն, հունական գինիներ, որոնք որ նաեւ այդ ալիքը բռնեցին, վերջերս Չինաստանում էի ու նաեւ նկատեցի, որ չինացիք են այդ թեման այդ ալիքը բռնել, ինքը բավականին հետաքրքիր է, սպառողի համար նորություն է, քանի որ գինեսերները սիրում են նորություն, այդ ալիքը մի 10 տարի առաջ, մոտավորապես եմ ասում 10 տարի առաջ, բավականին տենց հաջող բռնեցին ու էլի կրկնվեն, որ դրա հիմնական ոնց որ տենց շարժիչ ուժը վրացական քվեվրիի այդ ամբողջ թեման էր, որը որ իրանք իրոք կարացին բավականին լավ պրոմոտ անեն ամբողջ Եվրոպայում։ Սեփական փորձով եմ ասում, դու երբ որ Եվրոպայում ասում ես վրացական գինի, յուրաքանչյուրի բերանում քվեվրին է։ Ստեղ իհարկե ինչ եմ ասում մարքեթինգային, որովհետև եթե նայենք հենց վրացական պաշտոնական ստատիստիկան, թիվ չեմ ասի, որ չսխալվեմ, կամ կարամ միջակայքային ասեմ, որ չսխալվեմ, ինձանից չնեղանան մեր վրացի գոլեգաները, բայց Վրաստանը positioning-ը անում է որպես քվեվրի, բայց իրանց օֆիցիալ ստատիստիկայով վաճառքի տեսանկյունից ամբողջ արտադրվող Վրաստանում արտադրվող գինու կարող է սխալվեմ թող ինձ ներեն, բայց 7-ից 10%-ն է, միգուցե ինֆորմացիաս մի քիչ հին է, բայց այս թիվը տեսել եմ իրանց պաշտոնական կայքում 7-ից 10% ամբողջ արտադրության։ Բայց ինչ որ հավես, ես շատ գործաներ որ շրջում էինք, եթե ունեն կլասիկ գինի արտադրող, անպայման իրանք ունեն նաև ինչ որ խմբականակ քվեվրի։ Հենց այդ է, թեմայի մեջ լինելու համար։ Հիմա ենթադրում եմ շատ լավ ճանապարհ են բռնել, մենք էլ կարող ենք ցանկացած գինի արտադրող մի շարք կամ թեկուզ մի տեսակ գինի ունենա շատ քիչ քանակի թեկուզ ունենա կարասային, որ խոսվի կարասի մասին։ Մեր մոտ էլ կա իրականում այդ մոտեցումը, եթե նայենք օրինակ այսօր Հայաստանում կարասի մեջ պատրաստված գինիների քանակությունը բավականին քիչ է, հա, շոշափելի քիչ է, բայց անուններ չնշենք, բայց ունենք շատ արտադրողներ, ովքեր որ հիմնականով պահելով ավանդական գինեգործությունը, ունեն նաև տենց մի 10 հատ կարաս, ասենց ասենք, ինչ որ լինիա ունեն կարասի մեջ պատրաստված գինու, ինչին որ ես շատ կողմ եմ, ասեմ ինչի համար, ես դեմ եմ, որ տենց ամբողջությամբ շեշտադրում արվի կարաս, ավանդական եւ այլն, այո, որոշակով լավ է հնչում, բայց ինքը տրենդ է, ցանկացած տրենդ անցողիկ է, բայց տրենդի մեջ լինելն էլ պետք է։ Այս ձևաչափը, որը որ մենք այսօր Հայաստանում ունենք, ես կողմ եմ, կարծում եմ, որ այդ ամենաճիշտն է մեր համար, այսինքն դու պահում ես քո հիմնական լինիան, քո գիծը, հա, միևնույն ժամանակ, եթե շուկայի կարիքը կա, տրենդային է, ինչու՞ չէ, մի հատ առանձին գիծ կամ 1-2 լեյբլ պիտակ ունեցի կարասով, ինչի՞ չէ, հա։ Ես դրան կողմ եմ, ու ունենք արտադրողներ, ահագին արտադրողներ, ովքեր որ այո, կարասի մեջի գինին արտադրում են բավականին հետաքրքիր է եւ այլն։ Այստեղ իհարկե մոտեցումը, եթե դες շատ մասնագիտականով նայենք ու գիտականով նայենք, շատ լուրջ հարցեր են առաջանում։ Ինչպես ենք աշխատում կարասի հետ ու ամբողջ աշխարհում այդ հարցը մենակ մեզ չի վերաբերվում, հա։ Օրինակ եթե բերենք իսպանական օրինակը, իսպանական ոնց ճիշտ ասենք անունը, կարասը մերնա քվեվրին վրացական ամֆորա, հա, ինչ որ ամֆորաների մեծ մասը, գերակշռելի մասը մեջից որևիցե իներտ շերտով փակված է։ Մեղրամում ոնց շատերը անում են։ Պարաֆին կարա լինի, հա, պարաֆին կամ Բելի իմաստը որն է, այսինքն եթե կավե չի շփվում։ Այսինքն հարցը միանգամից, հա, ճիշտ հարց է ունեցանք, որովհետև եթե
կարաս, եթե կավից պատրաստված տարողություն ու մեջը իներտ ծածկ, նշանակում է ինքը որևիցե ազդեցություն որպես այդպեսին չի ունեն։ Նույնն է ոնց որ տակառներ կային ժամանակին տենց սովետական որ օգտագործում էին ապակեր վրից փայտերը կպցրած ոնց որ տակառ լիներ բայց ինքը այսօր մեջը ապակի է դրսից տակառն է սիյունության համար ինչ որ նեյտրալ է ինքը եթե նայում ենք ոնց որ գիտական մասով, որտեվ շատ դժվար է այստեղ մասնագիտական կարծիք ասել, որտեվ ամեն գինեգործ ունի իր կարծիք, իր մոտեցումը, իր փիլիսոփայությունը, որը որ հարգանքի արժանի է միանշանակ, կարծիքը կարծիք է։ Եթե ուղղորդվենք գիտականով, գիտական հետազոտականը ինչ է ասում։ Ասում է, եթե դու պիտի ներսից պատես իներտ միջավանով, ազդեցությունը մինիմալիզացվում է, հա։ Իհարկե այստեղ հակափաստարկներ կա, որ կախված կարասի ֆիզիկական տեսքի հետ, կառուցվածքի հետ իր մեջ էներգետիկան եւ հոսքերը հեղուկի կոնկրետ ձևի են տեղի ունենում, ինչի հետ որ ես անկեղծ համաձայն եմ, իշքան տարօրինական չէ, գիտությունը դրա հետ համաձայն չի, բայց նույնը վերաբերվում է նաև ձվային տեսք ունեցող բետոնե, բետոնից էլ խոսային, egg-shape ասվածն է, չգիտեմ իշքանով հայերեն, հա, ձվի տեսք ունեցող, այդտեղ ոնց է տարվում փիլիսոփայությունը, որ իրանք նման են արգանդի կառուցվածքին եւ դրա մեջ հեղուկը, ինչպես եւ պտուղը յուրահատուկ էներգետիկ եւ հեղուկի այդ հոսքերը յուրահատուկ ձևի ալնում, որտեղ որ գինու հասունացումը այլ ճանապարհով է գնում։ Սրան գիտական բացատրություն տալը ամբողջությամբ դեռևս հնարավոր չի եղել, բայց վստահ եմ գիտությունը ինչ որ մի օր նաեւ դրան գիտական բացատրություն կտա։ Եթե այդ մասը հաշվի առնենք, միանշանակ ինքը իմաստ ունի եւ ձվի տեսք ունեցող բետոնները եւ ասենք կարասները։ Հիմա նաեւ նոր տրենդ է, բացի այդ բետոնը, բազալտը նոր եմ լսել, բազալտը նոր եմ ոնց որ լսել, բայց շուտվանից ես հիշում եմ առաջի անգամ էլի Գերմանիայում եմ տեսել, իհարկե բազալտը մի թեմա է, որը որ բավական հետաքրքիր է, չուսումնասիրված, ու այսօր Հայաստանում արդեն ունենք դրա ոնց որ ասում եմ առաջին քայլերը, այո, ես շատ ասում եմ ողջունում եմ նմանատիպ քայլեր, բայց եթե նայենք նշեք մարդիկ իմանան Վանարդի մասին է խոսքը, վերջերս Վանարդի պաշտոնական սայթում դրել էին Վարուժանը, հա, տենց տարողության կողքը բավականին ողջունելի է նմանատիպ քայլեր անելը, որտեղ հետաքրքիր է, մինիմում գոնե հետաքրքիր է, անկախ նրանից թե ինքը ինչպեսի ծախսերի, ինչպեսի աշխատանքների հետ է կապված այդ հարցի մյուս կողմն է, բայց գոնե նորարարությունը հետաքրքիր է։ Իհարկե բազալտը նորություն է, բայց ամբողջ աշխարհում գրանիտը հայտնի է, ինքս տարբեր գործարաններում ու Գերմանիայում գոնե հաստատ հանդիպել եմ, ինքս փորձել եմ գինին եւ այլն, գրանիտը բավական հետաքրքիր թեմա է, ամբողջական քարի մեջ պատկերացրա փորված է, պատրաստված է պահաման, ամեն ինչով, իրա եւ ոնց է կոչվում, լուկով, հա, եւ նմուշարման այդ ծորակներով եւ այլն, այո։ Գրանիտի դեպքում ոնց է բացատրվում այդ ամեն ինչը, գրանիտի դեպքում, քանի որ գրանիտի մեջ մեծ քանակությամբ կվարց կա, իսկ կվարցը բոլորիս հայտնի է, որ էներգետիկ առումով ինքը լիցքավորված է, չգիտեմ, կհիշես, կար նույնիսկ կվարցային ժամացույցներ կար, որոնք որ լիցքավորման կարիք չունեին, այդ կվարցը, այսինքն ինքը ես հավատում եմ ամենայն դեպս դրան, հա, սենց ձևակերպենք, էներգետիկ առումով լրիվ այլ է, հանքային առումով, այսինքն գինին ուներ հստակ սուբյեկտիվ եթե դատեմ դուրս չի եկել, հա, եթե մասնագիտական դատեմ բավականին հետաքրքիր էր։ Սուբյեկտիվ ինչի դուրս չի եկել, բավականին այս քարի համը, այդ հանքայնության համը գինու մեջ է։ Նախադրության հարց, հա, բայց այդտեղ էմոցիոնալ դաշտը ավելի շատ է, քան թե հենց համահոտային դաշտը։ Ես ինքս փորձել եմ, իմ համար շատ հետաքրքիր էր այդ հանքայնությունը եւ այլն, բայց այդտեղ հարցը ինչու՞մն է, այսինքն հստակ գինին մտնում է ռեակցիայի մեջ քարի շերտի հետ։ Եթե այս պարագայում դու բռնես քարը փագես որևիցե շերտով, իներտ շերտով, ամբողջ իմաստը կորում է։ Այսինքն կամ դու անում ես այդ ձևով, կամ իներտ պահելը հենա միանգամից լցրա պահամանի մեջ, հա։ Նույն թեման նաև կարասներին է վերաբերվում։ Եթե պիտի ինչ-որ շերտով փակվի, այստեղ ինքը բավականին տուժում է։ Եթե չի փակվում, այսինքն չի
ծածկվում իներտ շերտով, այստեղ կան եւ դրական եւ բացասական մոտեցումներ։ Դրականը, այսինքն կարասը շնչում է, միկրոօքսիդացիան տեղի է ունենում, բացի դրանից այդ հանքային կավային շերտը ուղիղ ռեակցիայի մեջ է մտնում գինու հետ։ Հիմա էսի լավ է թե վատ է, հարցի մյուս կողմն է։ Շատերը կարծում են, որ վատ է, ինչի համար, քանի որ գինին ինքը թթվային միջավայր է, կավը հիմնային միջավայր է, թթու հիմք իրանք միշտ ռեակցիայի մեջ են մտնելու եւ շատ հաճախ կարասները ներսից պատվում են գինեքարով, մի քանի տարի օգտագործած կարասները բավականին լուրջ գինեքարի շերտ են ունենում ու մի քանի տարի օգտագործելուց արդեն ինքը դառնում է իներտ, սեստերն են, հա, եթե չես մաքրում, դեռ ծակոտքիները փակվում է գինեքարով։ Եթե մաքրում ես անընդհատ ռեակցիան ունենում է։ Օրինակ գինեգործներ կան, որոնք խաղում են դրա հետ։ Ամբողջական ցիկլը կաղեն լստան։ Կարաս մեծ թվայնությունը անես, որտեվ թվայնությունը գինու իջնելու է։ Կավային համը ունենալու է գինին։ Օրինակ ես ավելի հակված եմ, ավելի կողմ եմ այն գինեգործներին, ովքեր որ ճիշտ հասկանալով կավի կամ կարասի ազդեցությունը կարող են ճիշտ խաղան դրա հետ, ոչ թե ամբողջական ցիկլն են տանում կարասում, այլ միգուցե մի ամիս, 2 ամիս։ Ես ավելի հակված եմ այդ տեխնոլոգիական լուծումներին, որ թեկուզ կարաս խմորում անես կարասի մեջ, հետո տեղափոխես կամ խմորումից հետո 1-2 ամիս կարասի մեջ դու իրանից վերցնես իր դրական կողմերը, բայց նաև թույլ չտաս, որպեսզի այն բացասականները ազդեն։ Ինչ որ խաղալու կամ ինչ որ ճիշտ լուծում գտնելու վրա է, ես ավելի հակված եմ ոնց որ այդ մասի վրա։ Ինչ վերաբերվում է, եթե համեմատենք քո հարցին վերադառնալով, հա, որ համեմատենք մեր կարասային տեխնոլոգիան միջազգայինների հետ, միանշանակ մի քանի չունենք հստակ հետազոտություն, որին կարելի է հղում անել, բայց կարելի է մի քանի շատ կարևոր առանձնահատկություններ նշել, նախ նյութը, որից որ պատրաստվում է, հա։ Եթե մի կողմ դնենք այդ իներտ շերտը, նյութը, որը որ պատրաստվում է, միանշանակ այն նյութը, որը որ մեր կարասներն են եւ օրինակի համար վրացական կամ նշենք իսպանականը, որտեղ բավականին շատ է, այո, կարմիր այդ գույնը առաջի հայացքից իհարկե տարբերությունը գույնը չի, այլ քիմիական կազմն է, հա։ Եթե նայենք օրինակ վրացական քվեվրին, զուտ վիզուալ ինքը ավելի կարմիր է, կարմիր գունավորում կամ ավելի աղյուսագույն, հա, այսինքն գունավորումը մերը ավելի բաց գունավորում ունի, ինչը վկայում է քիմիական կազմի մասին, հա, այնտեղ եւ հանքանյութերի մասին է խոսքը եւ մետաղների նաեւ։ Այդ կարմիրությունը կոնկրետ հուշում է, որ կազմը, քիմիական կազմը այլ է։ Կդժվարանամ կոնկրետ նշեմ, այդ ինֆորմացիային չեմ տիրապետում, թե ինչպիսին է, դա չկա գիտական հետազոտություն, իսկ դες վարկածներ ասել չեմ ուզում, քանի որ գիտական հղում չեմ կարող տամ, չմանրանամ այդտեղ, բայց հստակ տարբերվում են միանշանակ, այսինքն քիմիական կազմով։ Նույնը իհարկե իսպանականն էլ իր քիմիական կազմով տարբերվում է մերինից։ Այստեղ մասնագետներ կան, մեկը ասում է իրանց մոտ ավելի մետաղական համն է շատ, մեր մոտ ավելի այտենց հանքայնությունն է շատ, մեր մոտ հրաբխային է հողը դրա համար եւ այլն։ Իհարկե այստեղ էլ որոշակի շտկումներ պետք է մտցվել, թե հումքը որտեղից է եւ այլն, քանի որ վերջին ժամանակներս ցավոք սրտի մենք կորցրել ենք կարասագործության տեխնոլոգիան, հա, այսինքն արհեստը կորած է համարվում, իհարկե մեր գործընկերներից շատերը փորձեցին վերածնունդ, հա, ապահովել այս արհեստին, հələ որ չի ստացվում, հա, հələ որ չի ստացվում, իհարկե ունենք որոշակի կավագործներ, ովքեր որ օրինակ թոնիժներ են սարքում, ովքեր որ այդ նույն մատերիալից փորձում են կարասներ սարքեն, դեռ այդ ամեն ինչը մի քիչ ավելի տենց սիրողական մակարդակի վրա է, որովհետև կարասի հենց բուն ուրվագիծը ապահովելը բավականին դժվար է։ Իհարկե սարքում են որոշակի տարողություններ, որոնք որ այլ ուրվագիծ են ունենում, բայց հենց կոնկրետ կարասագործությունը այսօր ինչ-որ կորցված թեմա է։ Եվս մի հատ եթե համեմատություն բերենք ավանդական, օրինակ վրացական քվեվրիները սովորաբար մինչև վզի հատվածը թաղված են լինում հողի մեջ։ Մեր ավանդական կիսով չափ,
Այսինքն մերը հենց այդ կիսով չափ։ Արդյոք այս տարբերություն տալիս է թե չէ, միանշանակ։ Ջերմության եւ միկրոօքսիդացիայի։ Գոնե մինիմում էս հաստատ կարանք նշենք, մնացածը թողենք գիտնականները թող ավելի խորը ուսումնասիրեն այդ հարցը։ Շատ լավ թեմա է, շնորհակալություն։ Ինձ թվում է էլի որ խոսանք, ժամերով խոսանք, ու ես առիթ է, որ հետո էլի հանդիպենք։ Ինձ թվում է կարելի է շուշուտ հանդիպել, քննարկել, թեմաները այնքան շատ են, այնքան ծավալուն են, այո, որ անդադ կարելի է խոսել, բայց գոնե այն որ ասում եմ հիմնական բաները կիսվենք ժողովրդի հետ։ Կեր շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։